ոչ մեկ անգամ մենք ասել, որ Հայաստանում լեռնամետալուրգիայի հանքարդյունաբերության գծով օրենսդրությունը ոչ միայն կատարյալ չէ, այլ նաև չի աշխատում։ Եվ դրա համար հանքարդյունաբերությունը եթե ոչ ամբողջովին, այլ մեծամասնությամբ չի ծառայում ոչ Հայաստան պետության եւ ոչ հայ ժողովրդի շահերին։ Մի քանի անգամ մենք նշել ենք, որտեղ սահմանադրությունը 95 թվականի շատ լավներ կատարել էր, որտեղ սահմանադրության առաջի սահմանադրության մեջ պրեամբուլայում հռչակագրի մասով 7-րդ կետում գրված էր, որ հանքերի տերը ժողովուրդն է։ Չգիտես ինչու ուղիղ 10 տարի հետո 2005 թվականին երկրորդ նախագահի ժամանակ այդ կետը փոխվեց եւ ես ուսումնասիրելով հարցնելով պատգամավորներին, որոնք այդ ժամանակ մասնակցել են այդ սահմանադրության փոփոխության հաստատմանը, ասեցին, որ սահմանադրության կետի փոփոխության ժամանակ մինչև դա եղել է հանրակրվե։ Հանրակրվեն այդ փոփոխությունը չի հաստատել։ Բայց չգիտես ինչու վերջին մեկ շաբաթվա ընթացքում սահմանադրության այդ հաստատման մեջ մտել է այդ փոփոխությունը։ Այսինքն իրենք հաստատում են, որ անօրինական, որտեղ հանրակրվեն թույլ չի տվել այդ կետի փոփոխությունը։ Այլ տեքստ է, այդ փոփոխությունը չի եղել։ Դա պնդում են բոլոր մասնակիցները այդ սեսիայի, ազգային ժողովի այդ նիստի, որոնք մասնակցել են, ասում են, որ այլ տեքստ է եղել, հանրակրվեի տեքստը մեկն է, սահմանադրությունում անցած է երկրորդը։ Եվ չգիտես ինչու այդ 2005 թվականում գրվեց, որ բացառիկ տերը հանքերի պետությունն է, բացառիկ տերը։ Այսինքն ժողովուրդը ոչ մի կապ չունի դրա հետ։ Իսկ 2015 թվականին երրորդ պրեզիդենտը ավելացվեց, որ հանքերի կառավարումը իրականացնում է կառավարությունը եւ նրա ուպալնամոչունի օրգանի նրա կողմից լիազորված օրգանները, դա կարող են լինել սեկտորներ, բաժիններ եւ այլն, չինովնիկը, որը ոչ մի պատասխանատվություն չի կրում։ Այսինքն ստացվում է ինչ, առաջի սահմանադրությունով եւ ամբողջ աշխարհը գիտի, բոլորը գիտեն, որ հանքերի տերը ժողովուրդն է, եւ այդ ժողովուրդը դիվիդենդները պետք է ստանա, դրա միջոցով պետք է զարգանա։ Սոցիալական հարցերը լուծի, բոլոր իրեն բյուջետային հարցերը լուծի, զարգացման վրա պետք է գնա, բայց բարձրանում է ժողովրդին բացի դուր շպրտելուց հետո մցրել են, տվել են այդ հանքերի, այդ հարստության, ամենակարևոր հարստության ղեկավարում ինչ որ չինովնիկների։ Այստեղ ես պետք է անպայման ասեմ, որովհետև երբ մենք այս հարցը քննարկում ենք տարիների վեր տարբեր պաշտոնյաների հետ, մեզ մոտավորապես այսպիսի պատասխան էին տալիս, որ չէ, կառավարությունը դա ժողովրդի ձևավորված մարմինն է, ղեկավարելու ժողովրդի ունեցվածքը եւ ամեն ինչ ժողովրդի կազմակերպումը։ Այսինքն, եթե գրում ես կառավարության, դա միևնույն է ժողովրդին։ Դա կեղծ կարծիք է, թույլ տվեք ասել, որտեղ կառավարության աշխատողը դա վարձու աշխատող է։ Նա երբեք ժողովուրդը չի ներկայացնում։ Ժողովուրդը ներկայացնում է ազգային ժողովի պատգամավորը։ Ժողովուրդը պատգամավորին է ձայն տվել։ Շարունակենք քննարկումը եւ այդ օրենսդրական ոչ կատարելության մասին մենք եւս խոսել ենք ձեզ հետ միասին։ Դուք հիմնականում, քանի որ ձեր գործունեությունը Ռուսաստանում է եղել, դուք լավ գիտեք նաև ռուսական օրենսդրությունը հանքարդյունաբերության ոլորտում եւ դուք մի անգամ ասել եք, որ այդ ոլորտները գրեթե նման են իրար հետ Ռուսաստանի եւ Հայաստանի կարգավորումները բացառությամբ մեկ օրենքի։ Ես կխնդրեմ ձեր մեկնաբանություն։ Այո, դուք ճիշտ եք, կարելի ասել մեծամասնությամբ, թվում է պարոն Խոջյանը կպնդի, կճշտի եւ կհաստատի դա, ռուսական եւ Հայաստանի հանքարդյունաբերության վերաբերյալ օրենսդրությունները նույնն են,
բայց բացի մեկ օրենքից, որը կոչվում է համաշխարհային արտադրանքի բաժանման օրենք, որը հենց սովետական միության փլուզումից հետո անմիջապես բոլոր սովետական միությունից առանձնացած հանքարդյունաբերող հանրապետությունները, արդեն նոր պետությունները բոլորը ընդունեցին, բացի Հայաստան պետությունից։ Կբայտնաբանեք մեզ, պարոն Խոջոյան, ինչ է այդ օրենքը, ինչով է դա ուրեմն Закон о разделе продукции. Я прошу прощения, можно по-русски, я, поскольку не владею таким свободным на армянском языке, поэтому, хотя очень люблю сирумами, лезун, բայց ասենք терминներ կա, որ չեմ կարող ասեմ հայերեն. Но в данном случае я считаю, что было бы интересно посмотреть практику международную. Дело в том, что грандиозная практика существует, международная практика. То есть, если посмотреть, допустим, страны, которые являются добывающими, тот же Китай, а Китай работает в Африке, в Азии и тогда по всему миру. Как там решаются эти вопросы? Это вот с точки зрения, скажем, практики я посмотрел, какова ситуация там. Посмотреть можно, как работает Америка в других странах. И выработать общую какую-то стратегию и принимать решения. То есть с учетом сложившейся международной практики. Вот я бы подошел к этому вопросу именно таким образом, поскольку зачем изобретать велосипед, который уже изобретен кем-то, да? Поэтому с учетом этой практики было бы, если Армения стоит в обочине, с краю, так скажем, ее надо привести в соответствие с международной практикой. Вот это моя позиция четкая. Что касается экономической стороны, мне трудно судить, потому что я не экономист, я больше юрист, и тем более занимался долгие годы именно природоохранной деятельностью. Соответственно, давать заключение по экономическим вопросам, считаю невозможно, поскольку не владею такими познаниями. Հասկանալի է, շնորհակալություն եւ քանի որ այստեղ շատ հաճախ մեզ մոտ հանքարդյունաբերությունը մանավանդ առաջի հանրապետության հենց սկզբնական շրջանում դա նոր անկախ Հայաստանի իշխանությունների եւ միջև իշխանություն դառնալը այդ շարժման ղեկավարների թիրախում էր գտնվում, որովհետեւ հանքարդյունաբերությունը ըստ նրանց դա ուրեմն բնությունը ախտոտելու, բնությունը ուրեմն ոչնչացնելու նպաստում էր նրան, որ հիվանդությունները տարածվեն, որ մարդիկ այդ շրջանում չապրեն, որ թողեն գնան Հայաստանից, հանքարդյունաբերությունը ինչ որ իմաստով սկզբնական շրջանում թիրախավորված էր, բայց հետագայում կարծես թե բոլորը աչք փակեցին այդ ուրեմն վտանգավոր երևույթների վրա եւ այսպես շատ ակտիվ զարգացավ հանքարդյունաբերությունը Հայաստանում։ Ինչ կասեք պարոն Միրզախանյան սրա մասին։ Շնորհակալություն, ճիշտ հարցրեցիք, իրականում այդպես է։ Հայաստան պետությունը ստեղծվել է 91 թվականին, բայց Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականին եւ առաջի անգամ 95 թվականից է արդեն պետությունը իրավունք ունեցել ուշադրություն դարձնելու հանքարդյունաբերությանը, քանի որ մինչև այդ Հայաստանի բոլոր հանքերը ղեկավարում էին կենտրոնից Սոյուզնի, միութենական նախկին սովետական միության կենտրոնից եւ ամբողջ ինֆորմացիան գտնվում էր կենտրոնում Մոսկվայում, Հայաստանը իրեն ստրուկտուրաները չուներ աշխատելու առանցին հանքարդյունաբերության վերաբերյալ եւ քան այն կազմակերպությունները, որոնք հանքարդյունաբերության մեջ Հայաստանում աշխատում էին, տրադիցիոն ձևով մինչև 95 թվականը իրենք աշխատել են սովետական միության օրենքներով, սովետական միության ղեկավարվել են Մոսկվայից։ 95 թվականից նոր կառավարությունը փորձեց աշխատել առանձին, կնքել պայմանագրեր եւ շահգործողների
օգտագործողների եւ իրենց ստրուկտուրաները ստեղծել, բայց ուշացած արդեն եւ 95 թվականից, երբ որ առաջի համանդրությունը եղավ, գիտենք, ռուսական կազմակերպություններն էին համախառն Հայաստանի կազմակերպությունների հետ եւ հետագայում նոր առաջացան արտասահմանյան կազմակերպություններ։ Այդ բնագավառը ուշադրության կենտրոնում չէր։ Իրականում հետո ուշադրության կենտրոնում եղավ, երբ որ արդեն 95 թվականից, քանի որ պայմանագրերը Հայաստանի հանքերի օգտագործման պետք է կնքվեր Հայաստան պետության հետ պայմանագրերը, նոր ինվեստորները, հանքարդյունաբերության աշխատողները դրսի հիմնականում առաջինը եկան Հնդկաստանի, Անգլիայի, Գերմանիայի, Ամերիկայի երևում էին եւ իմանալով որ արդեն գործում է Հայաստանից օրենսդրությունը կնքում էին պայմանագրեր արդեն Հայաստանի իշխանության հետ եւ Հայաստանի իշխանությունը չունենալով փորձ միջազգային օրենքների այդ բնագավառում իհարկե կնքում էր պայմանագրերը այսպես թերի ձևով ոչ համապարփակ եւ շատ ժամանակ ոչ ի օգուտ հայ ժողովրդին եւ Հայաստան պետությանը թերությունը այդտեղից է այստեղ շատ կարեւոր է հասկանալ հարցը պարզապես գրագիտության կամ այդ բնագավառում գիտելիքների բացակայության մասին է այո թե շատ պաշտոնյաներ այն ժամանակ փորձել են օգտվել այդ ամենաթուղությունից եւ պետության թույլ վիճակից եւ կնքել պայմանագրեր, որոնք ի վնաս են Հայաստանի Հանրապետությանը եւ ի օգուտ են իրենց գրպանի։ Տեսեք, ես մի փոքրիկ մեջբերում անեմ, մենք բազմիցս խոսել ենք լուսահոգի Հակոբ Սանասարյանի հետ, Հայաստանի կանաչների միության նախագահի հետ, որը այդ հարցերը ամբողջ կյանքի ընթացքում բարձրացել է եւ ամբողջ կյանքի ընթացքում եղել է անխոճ մարդիկ դրա հետ կապված անզիջում մարդիկ եւ օրինակ նա հաճախ բերում էր մի այսպիսի հետաքրքիր փաստ երբ հանքարդյունաբերությունը տեղ ունենում հանքարդյունաբերությունը քանդում է լանդշաֆտը ճիշտ է հող է դուրս հանում քաղաքակիրթ երկրներում ես շուտով կհասնեմ Ռուսաստանում դա ինչպես է դուք կասեք եւ այս ասենք մի տոննա հանքի մեջից նա հանում է ասենք օրինակ մի գրամ ոսկի կամ որևէ այլ բան այսինքն այս ամբողջ մի տոննա մինուս մի գրամը ինքը դառնում է արդեն անպետք դատարկ ապար իրենց համար անկախ նրանից դրա մեջ ուրիշ բաներ կան թե չէ եւ դրանից ձևավորում են պոչամբարներ կամ ինչ որ բաներ են առաջանում հիմա քաղաքակիրթ երկրներում գործարարը երբ աշխատում է այդ մի տոննան հանում է եւ լցնում է մեկ ուրիշ տեղ ինքը այս տոննայի համար վճարում է բնապահպանական վճար որոշակի եւ այս բնապահպանական վճարները բավականին բարձր են եւ դրանք են որոշում թե արժե արդյոք այդ մեկ գրամ կամ կես գրամ ոսկու համար քանդել եք այդ մեկ տոննա ապարը թե ոչ որովհետև եթե դու այդ ապարի համար նաև վճարելու ես ունես լրացուցիչ ծախս արդեն 100 անգամ կմտածես թե ինչպես է լինում հիմա Հայաստանում օրենքով այդ վճարը դրված էր երկար տարիներ դրված էր 0 եւ դա բերեց նրան որ շատ հանքեր կամ հանք երևակումներ, որոնք որ նորմալ պայմաններում կհամարվեին ոչ շահավետ շահագործման համար։ Հիմա դարձան շահավետ եւ սկսեցին շահագործվել տարբեր ընկերությունների եւ անհատների կողմից։ Հիմա հարց պարոն Խոջոյանի, արդյոք Ռուսաստանում եւս այդպիսի վիճակ է եւ այս ապարների համար կա 0 վճար Կարծեմ հիմա Հայաստանում փոխվել է այդ մասին էլ դուք խոսեք։ Համեցեք։ Я вас понял. В России этот вопрос решается немного по-другому.
независимо от того, то есть природопользователь при добыче полезных ископаемых, значит, естественно, вскрышные работы, ну, допустим, условно, если уголь добывает, либо там золото, он эту продукцию берет и извлекает туда полезные ископаемые, и отходы классифицируются по классам опасности. И если эти отходы относятся к первому классу опасности, там есть первый, второй, третий, четвертый и пятый. То есть наиболее опасный это первый, потом второй, потом третий, четвертый малоопасный, пятый практически безопасный. Если у каждого отхода имеются свои паспорта, паспорт отходов. И исходя из классификации этих отходов, если опасные отходы, естественно, предприятие платит, обязано платить негативное воздействие. Это регулируется постановлением правительства Российской Федерации. Там существует механизм определения платы за негативное воздействие, и в зависимости от объема накопленных отходов предприятие, естественно, обязательно платит за негативку. Если эти отходы относятся к пятому классу опасности, то есть практически безопасны, то предприятие может использовать эти отходы для отсыпки дорог. Если, допустим, щебень или гравий попадается, ну, условно, нечто подобное. Соответственно, все зависит от класса опасности этих отходов. Вскрышные породы, допустим, условно, при добыче каменного угля, вскрышные породы, они практически безопасны. И они просто размещаются в зависимости от проекта, разрабатывается проект добычи полезных ископаемых, определяются места временного, или даже постоянного складирования. То есть эти вскрышные породы куда-то размещаются, потом после отработки этого месторождения проводится обязательно порядка рекультивации нарушенных земель. То есть эта процедура, она прописана от начала до конца, от начала производственной деятельности и по окончанию этого цикла. При этом это решается не после того, когда предприятие все добыло, она поэтапно решается. Вот этот участок закончил, провел рекультивацию, провел рекультивацию. Поэтому, что касается негативного воздействия, все предприятия в России, которые хоть незначительно влияют на окружающую среду, платят за негативное воздействие.